Իրականում մեր նիստի մեծ մասը փակ էր, բայց կարելի է ու այսինքն այս խորհրդարանի վերջին բյուջետային է, բայց հետագայում ունենք ԱԱՑ պետի, արտաքին հետախուզության պետի զեկույցները կարելի էր բաց նիստով ներկայացնել, հատկապես ԱԱՑ պետի հետ կապված ոչինչ չասեց, գրեթե ոչինչ չասեց։ Հիմա հարցս, որը քննարկվել է նաև հանձնաժողովում, տարբեր ԱԱՑ պետին հատկապես ուղղված հարցումներից, տարբեր գերատեսչություններ գրավոր հարցումներից հետո։ Ի սկզբանե, երբ որ 44-օրյա քննիչ հանձնաժողովը ձևավորվեց, մենք մեր դիրքորոշումն արտահայտեցինք, կասկածի տակ դրեցինք օբյեկտիվությունը, հասարակական վստահելիությունը եւ այլն։ Անցավ 3 տարի, հիմա հասկանում ենք, որ չկա ինչ որ անորոշ բան է, բայց գաղտնի բաժնում դրված է մի թղթածրար, որտեղ կան խայտառակ արձանագրումներ, որ 18 թվականին բարձրագույն զինվորական պաշտոնի նշանակում է կատարել Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի հիմքով։ Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել, հակառակ ձեր զգուշացումների Նիկոլ Փաշինյանի, բայց որևէ արդյունք չունի։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների հոբ համակարգ գնվել, որը անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել, չկա հետևանք։ Ուզում հասկանամ, անկախ են բանից, այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը մտել է ուժի մեջ, չի մտել, բայց այդ ամեն ինչը գրած է, ու դրած է ազգային ժողովում, լուծումը որն է, իրավապահները ոնց կարան այդ ուղղությամբ աշխատել։ Պարոն Մանուկյան, լուծումների մասին գոնե ես եւ դուք ունեցել ենք զրույցներ։ Լուծումը դա օրենքով նախատեսված ընթացակարգերն են։ Հիմա ժամկետի հետ կապված խնդիրը ինքներդ էլ իմ համար էլ շատ վիճահարույց է, որովհետեւ եթե ունենք նպատակ զեկույց ունենալու, մենք զեկույց ունենք։ Եվ այդ գաղափարից ելնելով քննիչ հանձնաժողովի որպես նախագահ զեկույց ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, որից հետո ենթադրում եմ, որ այդ զեկույցը պետքա դրվի լիագումար նիստերի քննարկման։ Ես խնդրում եմ այս մասը ուշադիր եղեք, էլի։ Ես կարծում եմ, որ զեկույցի գոյությունը դուք հիմա նշում եք բաներ, որ ինձ ես պատասխան չեմ տալու, որովհետև անձամբ ես եմ գաղտնիության բանը դրել, հույժ գաղտնի, ես չեմ դրել խիստ գաղտնի, որովհետև այնտեղ ով որ կարդացել է, եւ ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ բոլորը կարդային, որովհետև այդ աշխատանքը հիմա գտնում առաջի բաժնում, բայց պարոն Մանուկյան, որպեսզի ձեր նշած կառույցներին դուք նամակը գրեք եւ ստանաք պատասխան, մենք հիմա կազմակերպել ենք ազգային ժողովի աշխատակազմի հետ, պարոն Առաքելյանի հետ, պայմանավորել ենք, որ այն ամբողջ 16000 էջից բաղկացած նյութերը պետքա տեղափոխվի առաջի բաժին, որից հետո պետքա որոշում կայացվի այդ նյութերին հասանելիություն տալ պետական այն կառույցներին, որտեղ իրենք այդ ուսումնասիրելու եւ որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան առաջի հերթին գլխավոր դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարություն, որտեղ այդ ամբողջը մեկ տեղված է այս շենքում։ Ուրիշ տեղ չկա, որ այդ ամբողջը դրված լինի։ Այդ արխիվը շատ կարևոր է, որպեսզի հետևանքները իմ եզրակացությունը, որը ներառված է անձամբ իմ զեկույցի վերջին մասում 45 կետից բաղկացած, դրանք շատ կարևոր են, որպեսզի մենք դասեր քաղենք, թե ինչ է եղել։ Իսկ ինչ վերաբերվում է դուք ասացիք կադրային քաղաքականության, Արշակ Կարապետյանին կարծեմ վերջերս նորից հետախուզում են տվել։ Շատ լավ։ Իսկ ինչ վերաբերում է հոպի հետ կապված, պարոն Մանուկյան, հոպի այդ մասը ասականների, երբ որ տեսանք մեծ ծավալի, հա, ինչ որ ասեմ բաց թողումներ, անմիջապես քննիչ հանձնաժողովը որոշեց, որպեսզի այդ նյութերը ուղարկի գլխավոր դատախազություն։ Թե ինչ ընթացք ունեցավ, կարելի է նաև հետաքրքրվել հասկանալու համար, որովհետև սպառազինության ձեռքբերումը գիտենք շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ եւ Դավիթ Գալստյանի մասին բոլորս էլ հայտնի է, լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք եւ կարծում եմ, որ բոլոր տված վնասը մեր անվտանգային համակարգին ով որ տվել է վնաս, պետք է պատժվի օր առաջ։ Ունեք արձագանք, համեցեք։
Պարոն Քոչարյան, Արշակ Կարապետյանի ամենագությանը չեմ ուզում անդրադառնալ, Ես չեմ բայց նայեք, Արշակ Կարապետյանին ամենաբարձր պաշտոնների Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը չէր նշանակել։ Բաբկեն Թունյանի կողքին էր նշանակել։ Այսինքն հիմա այնիչում որ մեղադրում են Արշակ Կարապետյանին, դրանից հետո Արշակ Կարապետյանին նշանակել են ավելի բարձր պաշտպանության նախարարի պաշտոնին։ Հիմա դեռ ավելին, այդ ժամանակի գլխավոր շտաբի պետ վերանշանակել են այն մարդուն, որի մասին զեկույցում բավականին բաներ կա, հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, որ գերատեսչություն ասում եմ, եղբայր, այսպիսի արձանագրումներ կա, ասում զեկույցը չենք ստացել։ Հիմա հասանելիությունը մեկ բան է, իսկ պարտադիր ուղարկելը մեկ բան։ Տիկին Սարգսյան, Քոչարյան Անդրանիկին չլսեք գաղտնալսումների հարցով եւ առողջ մրցակցության մեջ խնդրում եմ ԱԾ-ի հետ չմտնեք։ ԱԾ-ի գաղտնալսումները այսենց հայ ժողովրդին արդեն կերակրել են։ Հերիքա։ Խնդրում եմ դուք մնացած կարևոր գործերով զբաղվեք։ Ես մի հատ արձագանքեմ, եթե թույլ տաք։ Գաղտնալսումների մասին օրենք կան թումած։ Դուք ասում եք օրենք խախտենք։ Չեղա, պարոն Մանուկյան, դուք միշտ օրինապաշտ մարդ եք եղել, խեք դες բաներ անում, չի կարելի այդպես։ Պարբերաբար։ Տիկին Սարգսյան, շարժում ենք օրենքով եւ ֆինանսների նախարարին ես կխնդրեմ, որպեսզի աջակցի այս խնդրի լուծմանը։ Պարոն Օսյան, սա շատ կարևոր խնդիր է։ Մեր աչքը ջուր լցվեց, դուք տեսնենք սա։ Շատ լավ։ Պարոն Մանուկյան, դուք շատ լավ գիտեք, որ պաշտպանական գերատեսչության ձևավորման փուլում մենք կադրերի խիստ պակասի պայմաններում ով ասես եղել է այնտեղ, հետագա ֆիլտրացման process-ը, զտման, մաքրման, ուսումնասիրման, դա շարունակական է եւ մինչեւ հիմա էլ։ Եվ կհասնենք մի օր այն վիճակին, որ ուսադիր կրող մարդը չի կարա երբևիցե հանդիսանա մեկ այլ պետության ցանկալի մարդ։ Պարոն Քոչարյան, հարցս վերաբերում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ես հիմա հանդես եմ գալիս ոչ միայն որպես падգամավոր, այլ ես նաև որպես եւ մասնակից եւ բավականին շատ հարցեր իմ մոտ առաջացել են 44-օրյա պատերազմի հետ կապված։ Ես նաև ուզում եմ ձեզ փոխանցել մեր հերոսացին ծնողների կոչը, հորդորը եւ նաև այս ամբիոնը դուք օգտագործեք եւ ասեք ի վերջո մեր հասարակությունը, հանրությունը երբ պիտի իմանա, երբ պիտի այդ մարդկանց հասու, որովհետև հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են այդ զեկույցին, որ ես կարող եմ կանխավ նաև ասել ձեր հարցի պատասխան, հիմա կասեք դուք կարայիք գնայիք ծանոթանայիք, միգուցե ես գնամ ծանոթանամ, բայց իմ ծանոթանալը դա չի նշանակում, որ ես կարող եմ այդ մարդկանց հարցերի պատասխանները տալ։ Ես չեմ կարող այդ մարդկանց հարցերի պատասխանները տալ, որովհետև դրանք գաղտնի են։ Եվ ուզում եմ դուք հստակ պատասխանեք, ինչն է խնդիրը, ինչու չի մեր հասարակությանը հասու դառնում ի վերջո այդ հանգամանքները, ոչ միայն այ հասու դառնալու հետ կապված է խնդիրը, այլ նաև ճիշտ վերլուծություններ անելու եւ նաև սխալները չկրկնելու։ Ասեմ ձեզ, շատ ճիշտ։ Այդ իմ առաջին հարցը։ Երկրորդը վիճակագրության հետ կապված։ Տեսեք, դուք վիճակագրական տվյալներ եք ասում, ասում եք որոշ ուրեմն փոքր չնչին նվազումներ կան, բայց այդտեղ շատ կարևոր առանցքային հարց կա։ Արդյոք հասարակությունը, մեր հանրությունը վստահում է իր ապա համակարգին։ Ամենայն հարգանքով պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց, օրինակ հիմա ինձ ոնց կարաք համոզեք, որ ես 13-րդ անգամ հանցագործության մասին հաղորդում ներկայացնեմ, եթե 12-րդ անգամ հարցագործություն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, եւ այդ 12-ը չեն բացահայտվել։ Կներեք, արդեն մենք ենք անհարմար զգում, էլի։ Անհարմար ենք զգում։ Եվ իմ նման շատ շատերը, որ չեն վստահում։ Պարոն Դանիելյան, վստահության հետ կապված կա միջազգային նաեւ կառույցների կողմից իրականացված հարցումներ, անցյալ տարվա հարցումները կարծում եմ վստահության տեսանկյունից ներքին գործերի նախարարության կառույցի նկատմամբ վստահությունը 67% էր։ Ճիշտ եմ հիշում դուք նախարար։ Դա նաև հանրային վստահությունն է, դա մենակ այն բանը չի, բարեփոխումները լինի պարեկների ծառայության տեսքով, մյուս կառույցների, տեսանելի կառույցների նկատմամբ արդեն պատկերացում կա, այ մյուս կառույցները քրեական ոստիկանության, նրա գործիքակազմի, նրա
նկատմամբ վստահության բարձրացումը ելի պետք է ուղղված լինի բացահայտումներից։ Ինչ ենք ասում, գործիքները ավելացնենք։ Տեսեք, Եղամանուկյան ասում է հանկարծ տիկին նախարար, օրենքին չենթարկվեք։ Ինչ գաղտնալսում, ինչ բան, չէ։ Ինչ ուզեն անեն, չիմանանք։ Օր առաջ կանխելու համար պետք է իմանաս ինչ իրավիճակը, այդ որ ասենք պրոֆիլակտիկ գործողություններ, դա միայն թաղայինների չի, որ դռան զանգը տան, ասեն, երեխեքը լավ են, կանայք մարդը կնոջը չի, բանալ չնայած ընտանեկան բռնության մասին շատ կարևոր օրենք ընդունեցինք, եւ այդ օրենքն էլ այսօր կիրառման մեջ է, բայց ես վերադառնամ քննիչ հանձնաժողովի ձեր ասացին։ Պարոն Ղանայելյան, այնքան լավ կլիներ, որ դուք մասնակցեիք քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Օրինակ քարորիայի աշխատանքին մեր ինդիմադիր գործընկերները մասնակցել են եւ դրանից մեր աշխատանքի որակը ահագին բարձր եղել։ Հիմա էլ ես կարծում եմ որակը բարձր է։ Ինչի է ստեղծվել այդ քննիչ հանձնաժողովը, ինչի է հանրապետության վարչապետը 10 ժամ եկել, հանդես եկել բաց եւ փակ մասերով։ Պաշտպանության նախարար Տոնոյանը եկել է, բաց եւ փակ մասերով։ Գլխավոր շտաբի ներկա եւ նախկին պետը։ Դրանք արձանագրություններ են, տեսագրություններ են, որտեղ շատ բան կա, որի գաղտնիությունը, եթե դրված է, ոչ մեկը չի կարող խախտի, բայց գոնե մենք գնանք ծանոթանանք, ինձ հուշում է ազգային ժողովի նախագահ, որ այս պահին, չգիտեմ, նույնիսկ ամոթ է այդ թիվը ներկայացնել։ 2 հոգի, թե քանի հոգի են ծանոթացել։ Բայց մենք արդեն նախաձեռնել ենք, մեր հսկա արխիվը տեղափոխում ենք ներքև առաջի բաժին, իսկ արխիվային նյութերը շատ կարևոր են, որտեղ զեկույց, եթե 200 էջ է, իսկ նրա մեջ եզրակացությունը 45 կետը շատ կարևոր։ Եթե դա հանրայնացված լիներ, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կխոսեր մեր պարտության իր պատկերացումների մասին։ Մեր պատկերացրած պարտության ամբողջ արձանագրումները ներառված են հավաքագրված փաստարի, որին դուք բոլորդ կարող եք ծանոթանալ, նաև այն արձանագրումներին, այն տեսագրություններին, որ մենք հաջողվել է ձեռք բերել, նաև այն վերլուծությանը, որը պաշտպանության գերատեսչությունից մենք վերցրել ենք եւ իրականացրել ենք մերը, դա գոնե փակ մասով մեզ համար հասանելի է, եկեք դրան ծանոթանանք, իսկ մյուսը թե հասարակությունը ինչ պիտի անի, որտեվ ազգային ժողովի նախագահը երբ որ ասեց գտնենք ձևաչափ լսումներով, ես ընդդիմացա, ինչի, որտեվ լսում նշանակում է բաց, հուշ գաղտնի նյութը բաց լսումներով, այնտեղ կան բաներ, որ պարզապես չի կարելի ասել, բայց դրան պետք է իմանալ։ Բաները տեղի ունեցել, որ երբ որ ասում են իշխանությունները միտումնա, որ բան դավաճանական կներեք, ես մի փոքր, այսպես իմ հարցազրույցում եկում մի բան ասեցի, բոլորին թվում էր, թե ես նենց վրիպում եմ արել, չէ, ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակ ամեն ինչ հնարավոր է, որ կարելի էր անել, արվել է։ Արվածի մասին արձանագրումները զեկույցում է։ Գնացեք ծանոթացեք։ Պարոն Քոչարյան, թույլ տանք արձագանքի։ Այո։ Արձագանք, պարոն Դանիելյան։ Հա։ Պարոն Քոչարյան, ես էլի իմ հարցերի պատասխանը կներեք, բայց չստացա։ Մեքենայի գողությունները։ Չէ, մեքենաների, չէ, 44-օրյա պատերազմի կապված։ Դուք ինքներիդ եք ասում, որ շատ կարևոր է, որ մեր հանրությունը էլի կծանոթանանք, խնդիր չի։ Ես այլ բանի մասին եմ ասում, ուրիշ բանի մասին եմ ասում։ Ուզում եմ ձեզնից այդ պատասխանները լսել։ Ի վերջո դուք էլ եք կարևորում եւ շատ շատերը կարևորում էին, որպեսզի գոնե թե ինչ որ մի մասը հանրությանը հասանելի լինի։ Հիմա չկա էդի, տարիք դրել եք արխիվում, ասում եք շատ կարևոր է, անչափ կարևոր է, հույժ կարևոր եւ այլ, բայց արխիվում է։ Ես կարամ արձանագրել։ Չէ, ես վերջացնեմ նոր։ Հայ, որ արձագանք եմ, էլի։ Այդ դրա պատասխանը տվեք։ Շատ լավ։ Իսկ ինչ վերաբերվում է այդ իմ ասածին, հարցը նրանում չի, թե մենք շատ ենք այդ վստահելիության հարցը կապված է բացահայտելու հանգամանքով։ Անձով չի պայմանավորված։ Եվ շատ կարևոր է այդ որ բացահայտվեն այդ դեպքերը, ոչ թե առավոտը գալիս են տեսնում են մեկի ավտոյի կեսը չկա։ Կեսը չկա այդ ավտոյի։ Տարել են։ Ուշացել եք։ Եղել են դեպքեր, որ արդեն մեքենայի ոչինչ չկա։ Կապոտից սկսած։ Բայց դա խնդիր է, որ պետքա չէ, իրականություն ասա, ինշուրանս ընկերությունները թող մի հատ վերլուծեն ինչա։ Կապոտով թազա BMW այդպես պատմություն կա։ Հիմա ես դες ասեմ քննիչ հանձնաժողովի այդ մասով։ Մեր որոշելիքն է։ Ես ինքս էլ գտնում եմ, այդտեղ կտորներ կա, որ կարելի է մի հատ, բայց դա մենակին որոշելիքը չի։ Բայց քանի որ սահմանադրական լիազորություններով օժտված հանձնաժողով ենք մենք, ավելին, քան մյուս հանձնաժողովները, մենք գուցե մեր հանձնաժողով մի առաջարկ ներկայացնենք, որ այնտեղ մի հատված կա եզրակացության մասով, որ կարելի է նաև հանրայնացնել։ Հնարավոր է։